Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քարոզարշավի անցկացման վերջին օրն է։ Երկու օրից քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր կատարելու իրենց ընտրությունը, իսկ քաղաքական ուժերը արդեն ավարտում են վերջին հանդիպումները, ուղերձներն ու հանրային ելույթները։ Ինչպիսին էր այս ընտրարշավը, ինչով էր այն տարբերվում նախորդներից եւ ինչ գործիքներ կիրառվեցին ընտրողին հասնելու համար։ Այս ընտրությունները ըստ քաղտեխնոլոգի նախորդներից տարբերվում են նրանով, որ վերածվեցին արտասահմանյան գործընթացների պայքարի։ Ծերծովից մինչև Չինաստան ձգվող այս ամբողջ տարածաշրջանում վերջին կտորն է, եթե արևմուտքը վերցնում է այս ամբողջ կտորը, այդ փոքրիկ Հայաստանը, ապա այս ամբողջ տարածքը անցնում է իր հսկողության տակ, որը կօգտագործի թե Ռուսաստանի, թե Իրանի դեմ։ Եթե Ռուսաստանին հաջողվում է դա թույլ չտալ, ապա բնականաբար այս տարածքը չի անցնում արևմուտքի հսկողության տակ։ Քաղաքական պայքարը քարոզարշավի ընթացքում ըստ մասնագետների հաճախ դուրս է եկել ներքաղաքական դաշտի սահմաններից եւ ուղեկցվել է արտաքին դերակատարների նկատմամբ հղումներով ու աշխարհաքաղաքական քննարկումներով, սակայն ուշադրություն են հրավիրել նաեւ այն բանին, թե ինչպես են քաղաքական ուժերը փորձում իրենց ձայնը հասանելի դարձնել համախոհներին։ Քարոզարշավը զուտ տեխնոլոգիապես, ասենք կիրառված տեխնոլոգիաներով շատ աղքատիկ էր։ Արհեստական բանականությունն էլ հիմնականում շատ, ասենք, բացի մանիպուլյացիոն բնույթից, որ օգտագործվում էր, դրական իմաստով, այսինքն դեպի ապագան ուղղված, ապագա տեսլականի ուղղված, այդ ուղղությամբ ընդհանրապես չօգտագործվեց։ Հիմնականում կիրառվել են ավանդական մեթոդներ՝ հանրահավաքներ, երթեր, պաստառներ, քարոզչական հոլովակներ եւ տպագիր նյութեր։ Քաղաքական ուժերի խոսույթում մասնագետները նաեւ նկատել են, որ գերակշռել են փոխադարձ մեղադրանքներն ու քննադատությունը, մինչդեռ ավելի քիչ են հնչել ապագայի հստակ պատկերացումներն ու երկարաժամկետ ծրագրերը։ Երբ որ քաղաքական ուժերի մոտ պակասում է դեպի ապագայի տեսլականի, այսինքն դրական տեսլականի վերաբացակայությունը կա, այսինքն դու չես կարողանում ներկայացնել, թե գազ իշխանության դեպքում դու ինչ ես անելու 5-10 տարվա կտրվածքով, իսկ դա արհեստական բանականության միջոցով պետք է ցույց տարվեր, մարդիկ որ տեսնեն ընտրելով այս քաղաքական ուժին ոնց են ապրելու 5-10 տարի հետո, այդ բոլոր օրենքները առանձին պետք է ներդրվեր։ Քարոզարշավը այսօր կավարտվի, իսկ քաղաքական ուժերի ներկայացրած ուղերձները արդեն իրենց վերջնական գնահատականը կստանան ընտրատեղամասերում։ Թե որքան արդյունավետ են կիրառված տեխնոլոգիաները եւ որքան համոզիչ նախընտրական խոստումները, կերևա քաղաքացիների մասնակցությունից ու քվեարկության արդյունքներից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։